Այժմ տեսնենք ինչ է սպասվում առույցներին հաջորդ շաբաթ հուլիսի 5-ից 11-ը։ Ինչ է սպասվում առույցներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ միայնակների համար, զույգերի համար, աշխատանք և ֆինանսներ։ Լույսը վառեմ, ինձ թվում է ամեն դեպքում մի քիչ խավար էր հարկին ես։ Երևի այսպես ավելի լավ է, շատ լավ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ շուն և 10 սրտերի։ Սա նշանակում է շատ տրամադրված կլինեք ժամանակ անցկացնել ձեր ընկերների հետ, շատ հարազատ մտերմիկ մարդկանց հետ։ Կարտերը նաև հուշում են ժամանակ անցկացրեք ձեր ընկերների, ձեր հարազատների հետ։ Ամեն դեպքում շատ գոհ կլինեք, շատ բավարարված։ Շատ սիրված կզգաք, շատ լավ կզգաք ձեզ շրջապատում են շատ լավ մարդիկ, ովքեր ձեզ շատ սիրում են, հարգելներս։ Տեսնում եմ աղվես միայնակների համար։ Ինչ է նշանակում աղվեսը միայնակ առույցների համար։ Ինչ-որ խորամանկ անց կա ձեր 4 կողմը։ Միգուցե ինչ-որ մեկ ուզում է ձեզ ինչ-որ մեկի հետ ծանոթացնել, դրանում է կայանում նրա խորամանկությունը, դա այնքան էլ վատ չէ։ Տեսնենք։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի առույցներ։ Կարող եմ ասել, որ այո, կարծես գիտեք, ինչ-որ մեկը ընկերուհի է կամ, չգիտեմ, ազգականուհի է կամ ով է, դուք կին եք, տղամարդ եք, աղջիկ եք, տղա եք, ոչ մի նշանակություն չունի։ Ձեզ տանելու են ինչ-որ մեկի հետ երևի ժամադրության։ Այդպես կարող եմ տեսնել։ Տեսնում եմ այստեղ երազանք նպատակների ճանապարհը բաց է, բավականին հոգատար մարդիկ, ասում եմ, չէ, դուք շատ լավ ընկերներ ունեք, լավ հոգատար մարդիկ ունեք։ Գիտեք, կարող է այստեղ լինի երկու ընկերներ են ուզում իրենց երեխաներին ծանոթացնել, երկու այստեղ տարիքով տղամարդ եմ տեսնում։ Բայց ամեն դեպքում տեսնում եմ, պարտադիր չի միայն տղամարդիկ լինեն, պարզապես կարող է այդպես լինեն, աղջկա համար երևի թե ժամադրություն են նախապատրաստում որոշ մարդիկ։ Ամեն դեպքում տեսնում եմ աղջիկ, տեսնում եմ տուն, ծաղիկներ, մարդիկ, այստեղ հոգատար մարդիկ եմ տեսնում իմիջիայլոց, ովքեր էլ ինչ էլ որ ուզում են անեն, այստեղ երկերեսանի վատ մարդիկ չեմ տեսնում, հարգելի առույցներ։ Իրականում իրենք ուզում են կամ տղայի համար աղջիկ են փնտրում, կամ աղջկա համար տղա են փնտրում, այդպես կարող եմ ասել։ Եվ վերջում տեսնում եմ ժամադրություն։ Դե, եթե ձեզ համար կառաջարկեն նման հետաքրքիր գաղափար, գնացեք ժամադրության, փորձեք հաճելի ժամանակ անցկացնել, միգուցե եւ ստացվի, միգուցե ամեն ինչ լավ անցնի։ Ամեն դեպքում ձեր հարազատ բարեկամները մտահոգվում են ձեր մասին։ Իսկ ես տեսնում եմ զույգերի համար, հարգելի զույգեր, չեմ վերցնի, ուրիշ ոչ մի կարտ չեմ հանի, որտեղ այս մի կարտով ամեն ինչ ասված է։ Սիրում եք, սիրված եք, մյուս կողմից կարտերը հուշում են սիրեք, ոչ միայն սպասեք, որ պետք է սիրված լինեք, այլև դուք պետք է սիրեք։ Տեսնում եմ այսպես սիրտ, սիրահարված տղամարդ, երիտասարդ, շատ լավ է։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Ամեն դեպքում զույգերը, ովքեր որ նայում են եւ սիրում են, սիրահարված են, շատ լավ է, ձեզ էլ են սիրում իմիջիայլոց։ Այ երկկողմանի գեղեցիկ սիրո պատմություն եմ տեսնում։ Շատ լավ է։ Եթե այդպես է, այսպիսի զույգեր կան, հույսով եմ շատ կան, առույցներում այսպիսի գեղեցիկ զույգեր, այդպես էլ կշարունակվի։ Մյուս շաբաթ էլ էլի կլինի շատ գեղեցիկ սիրային հարաբերություններ ձեր երկուսի մեջ, շատ գեղեցիկ է, հարգելներս։ Ինչ եմ տեսնում աշխատանքի վայրում։ Տեսնում եմ մի տեսակ կոնֆլիկտային իրավիճակ։ Այսինքն ինչ-որ մի բան աշխատանքի վայրում ձեր սրտով չէ։
Այո, հաստատ ինչ-որ բան ձեզ սրտով չի հարգելի առույցներ աշխատանքի վայրում։ Ինչ-որ մի բան կարող եմ ասել, ինչ-որ մի բան է լինում, որ խոսակցություններ են պտտվում, որ այնքան էլ ձեր սրտով չէ։ Այսինքն դուք նպատակ ինչ-որ աշխատանքում նպատակներ ունեիք, հա, իրականում ճանապարհը փակ է, եւ դա է կոնֆլիկտը, ոչ թե դուք վիճում եք, պարտադիր չի վիճում եք ինչ-որ մեկի հետ, այլ ուղղակի չի համապատասխանում ձեր նպատակներին, ինչ-որ բան է տեղի ունենում, չգիտեմ, միգուցե պայմանները, ինչ որ ձեզ պայմանագիր եք ընկել, ինչ որ ձեզ խոստացել էին, կարծես դա այնքան էլ այդպես չէ, ձեր ամեն դեպքում ձեր սրտով չէ, եւ դա ձեզ մի քիչ բարկացնում է։ Ես տեսնում եմ ճիշտն ասած, որ ամպեր կուտակված են ոչ միայն ձեզ համար, այլև նաեւ այլ աշխատողների համար։ Տեսնում եք, այստեղ Խաչի Թակուհին, Խաչի Թակավորն եմ տեսնում, կամ մարդկանց վերադասերի որոշումների պատճառով եք դուք նեղվում, կամ սա նաեւ իրենց է վերաբերում։ Կարող է ընդհանուր որոշում լինել, տեսեք, կամ իրենք են որոշումը կայացրել, կամ որոշումը վերաբերում է բոլորին։ Այսինքն սա միայն ձեզ հետ չէ, ինչ որ փոփոխություն է կատարվում աշխատանքի վայրում։ Այո, ինչ որ բան եք բացահայտելու, ինչ որ ինֆորմացիա է գալիս, խոսակցություններ են սկսում պտտվել, հետո էլ ավելի կոնկրետ սկզբում խոսակցություններ են, հա, օդի մեջ կարծես մտածում եք միգուցե բամբասում են, զրուցում են, բայց չէ, կոնկրետ ինֆորմացիան գալիս է ամպեր են կուտակված շատերի համար։ Բայց կգտնվի ինչ-որ մեկը վերադաս, որը կկարողանա, գիտեք, պետական օրենք է փոխվում, ասենք, չէ, կադրային փոփոխություններ են լինում, աշխատանքում մարդկանց կրճատում են, հազար ու մի հարց կարող է լինել, ու սա շատերին է վերաբերելու ընդհանուր այսպես որոշումներ են կայացվում, բայց ես կարող եմ ասել, որ ժողովներ կլինեն, այս մարդը, չգիտեմ, ով է, ձեր վերադասն է, այս բոլորի ղեկավարը, հա, իրականում այս մարդը բավականին խելացի մարդ եմ տեսնում, ինք իրականում կկարողանա երևի տարբերակներ գտնել, որովհետև տեսնում եմ հանդիպում եք եւ ծաղիկներով կարող եմ ասել հանդիպումը լավ է անցնում, եւ այստեղ էլ կարող եմ ասել, որ իրականում նորություն կլինի, ինչը փոփոխություն ամեն դեպքում սպասում է։ Ես չեմ տեսնում, որ դուք աշխատանք եք կորցնում իմիջիայլոց բոլորովին։ Ուղղակի կարող է պայմանները ձեզ դուրս չեն գալիս, չի ասենք ուսուցչի աշխատանքը ինչպես է, եթե ժամերը կրճատվում են, ինքը ավելի քիչ գումար է վաստակում։ Դա նշանակում է ինքը նախապես իրեն խոստացված ժամերը չեն կարողանում ապահովել, մարդը հիասթափված է, բայց մարդը աշխատանք չկորցրեց, ուղղակի աշխատանքային ժամեր կորցրեց։ Մոտավորապես նման իրավիճակ, բայց ես կարծում կգտնվի ինչ որ մեկը, որ իրականում կկարողանա այս հարցը լուծել, որտեղ ես էլ եմ կրկնում, այստեղ հատուկ ձեր նկատմամբ չէր ինչ որ բացասական վերաբերմունք, փոփոխությունը վերաբերում էր ընդհանրապես աշխատանքի վայրում երևի թե բոլորին, եթե չասեմ շատերին, բոլորին, բայց երևի թե ինչ-որ մեկը գտնվի կարողանա ձեզ համար այդ հարցը լուծել։ Ֆինանսներում տեսնում եմ գերանտի, ինչ-որ բան կտրվում է ձեզնից, կամ կլորի գումար է գնում, միգուցե այստեղ սիրում եք, սիրահարված եք, գեղեցիկ ճամփորդությունների եք գնում, ծախսեր եք անում, շատ լավ է։ Միգուցե վարկ ունեիք, վարկն է կտրվում, պարտք ունեիք, պարտք եք տալիս վերջացնում, միշտ չի որ կտրվել է, բացասական է իրականում նշանակում։ Ներողություն կարտն ընկավ դարձա։ Տեսնենք ինչ էր կտրվում։ Ֆինանսական հարցերով պարտքներ կտրվում, թե գումար է կտրվում, տեսնենք հարգելի առույցներ։ Իրականում գումար երևի կտրվում է հարգելիներս, բայց շատ լավ նպատակով, դուք շատ լավ նպատակ ունեք եւ իրականում ծախսեր ունեք, այո, կտրվում է կլորի գումար, այսինքն ծախսում եք։ Դուք կարող եք կտրուկ որոշում, բայց իրականում բացարձակապես վատ բաներ չեմ տեսնում, հակառակը, միգուցե ինչ-որ մարդիկ ճամփորդության են ուզում գնալ, շատ գեղեցիկ ամառային արձակուրդ, 2 տուզ եմ տեսնում եմ արջը, դուք աշխատավարձ ունեք, լավ էլ գումար վաստակում եք, այսինքն այս ծախսը, գումարը, որ ծախսում եք ճամփորդության վրա, ձեզ իրականում բյուջեին ոչինչով չի խանգարում, դուք շատ ստաբիլ աշխատավարձ ունեք, գումարներ վաստակում եք, իրականում գնում եք ընտանիքով հանգստանալու կամ զույգով, շատ լավ է, շատ գեղեցիկ է, եթե ծախսվում է, 2 տուզ եմ տեսնում եւ արևը, իրականում ծախսվում է, որովհետեւ գնում եք արձակուրդ, գնում եք հանգստանալու կամ ինչ որ դրական, ինչ որ հաճելի բանի համար եք ծախսում, շատ լավ է, տեսեք ինչեր եմ տեսնում հարգելի, հատկապես տղամարդիկ, 3 վալետ եմ տեսնում, 4-րդն է լինել, չէ, բլոտում հաղթող չէր լինի մեծ։ Ամեն դեպքում շատ հետաքրքիր կարտեր են եւ հետաքրքիր գեղեցիկ շաբաթ է սպասում ձեզ հարգելի առյուծներ։ Հատկապես տղամարդկանց համար, երիտասարդ մանավանդ տղամարդկանց համար 3 հատ վալետը նշանակում է ձեզ համար բավականին հետաքրքիր շաբաթ է լինելու, հատկապես նրանք, ովքեր սիրահարված են, կարող եք գեղեցիկ ժամանակ անցկացնել, հարգելի սիրահարված զույգեր։
Այժմ տեսնենք ինչ է սպասվում կույսերին։ Հաջորդ շաբաթ հուլիսի 5-ից 11-ը։ Ինչ է սպասվում կույսերին։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք և ֆինանսներ։ Տեսնում եմ այսպիսի իրավիճակ, կայուն, ստաբիլ, սովորական ռուտինայով, ինչպես որ ապրում եք, ինչ որ ամեն ինչ անում եք, այդպես էլ կա։ Ես չեմ տեսնում դուք շատ ուրախ եք, իրականում տեսնում եմ մի քիչ ավելի մելամաղձոտ տրամադրություն կունենաք, որովհետև ինձ թվում է ձեզ պետք է որ մի քիչ ինչ-որ բան շարժվի տեղից, հատկապես անձնական հարաբերություններում կնայեմ, դեռ կտեսնեմ, հատկապես միգուցե միայնակների համար, նրանք ովքեր մենակ են երկար են մենակ, միգուցե իրենց մի քիչ դա է անհանգստացնում։ Ամեն դեպքում ես գիտեմ, որ կույսերը որպես կանոն ռուտին սիրում են, որտեղ իրենք չեն սիրում շատ մեծ փոփոխություններ, ոչ բոլորը չեն լինի նույնը, բայց ինչքանով ես գիտեմ, ես շատ կույսեր ունեմ իմ ծանոթներ ընտանիքում, ամուսինս էլ է կույս։ Այսինքն կարող եմ ասել, բայց ամեն դեպքում ես տեսնում եմ, որ եթե ձեզ համար ռուտինը նորմալ է, հարգելիներս, դուք լավ եք զգում փոփոխություն չլինելուց, ապա ձեզ համար կլինի սովորական շաբաթ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ առնետներ, միգուցե ինչ-որ մեկը վերջերս ինչ-որ մեկին կորցրել է, դրա համար մենակ է մնացել։ Տեսնենք։ Ինչ է նշանակում առնետները միայնակների համար։ Հարգելի կույսեր, ինչեր եմ տեսնում։ Տեսնում եմ մնացել եք տանը, հա, մնացել եք տանը եւ տխրում եք, որ դուք մենակ եք։ Այ կորուստը դուք ժամանակ եք կորցնում, հարգելիներս, կարտերը հուշում են ժամանակն է դուրս գնալ, ժամադրվել եւ աղջիկներ եւ տղաներ, հատկապես տղաների մասին է խոսքը, որտեղ աղջիկներին պետք է հրավիրեն ժամադրության, չէ՞, բայց աղջիկները դուք էլ այս դարում պետք է աղջիկները լինեն ակտիվ։ Երիտասարդը ձեզ դուր է գալիս, չեմ կարող ասել ժամադրության հրավիրեք, հա, այդ մի քիչ ճիշտ չի, նրա երևի տղայից պետք է գա, բայց կարող եք, չէ, խոսել, զրուցել, մի քիչ այնպեսի իրավիճակ ստեղծել, որտեղ ընդհանրապես որոշ կույս էլի եմ ասում ոչ բոլորը, նրանք մի քիչ շփվելու, այսպես ասեմ, առաջին քայլ անելու հետ մի քիչ խնդիր ունեն որոշ կույսեր, հա, եթե աղջիկ առաջին քայլ անեք ոչ թե ժամադրության հրավիրելու, ոչ, այլ պարզապես զրուցելու, հա, ինչ որ խոսակցություն, որպեսզի տղամարդը ավելի այսպես ոգևորվի, ինքը իրականում ձեր ժամադրության կկանչի, բայց եթե կարողանաք մարդու խոսել, խոսեցնել, եթե հավանում եք, շատ նորմալ է, որ հավանում են, ոչ մի վատ բան չկա դրա մեջ, խոսեք եւ խոսեցրեք, հարգելի աղջիկներ։ Ես տեսնում եմ դուք ժամանակ եք վատնում, այսպես նստել եք տանը, ոչինչ չեք անում, ոչինչ չի շարժվում, բնականաբար ոչինչ չի փոխվելու, եթե դուք ոչինչ չեք անում, այսա կարող եմ ասել կորուստը, ժամանակ եք կորցնում, որտեղ տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հարգելիներ, տեսեք։ Այսպիսի հնարավորություն կունենաք, մնացել եք տանը, տղամարդը երազում է ուղղակի լուսնով, մտածում է, տխրում է, նույն էլ այնտեղ է տեսնում, ոչինչ չի շարժում, որովհետև ինքը պարզապես մտածում է ինչ լավ կլիներ, եթե զույգ ունենար, եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ, իսկ ինչպես պետք է լինի այդպես։ Կամ աղջիկն է տանը նստել է 4 պատի մեջ, իր ասպետի մասին է երազում, հա, որ տղամարդը գա, իրեն տղամարդը պետք է գտնի, եթե 4 պատի մեջ լինեք սիրելիներ, ձեզ ո՞նց են գտնելու ձեր տան մեջ։ Ձեր տան մեջ ձեզ ոչ մեկ չի կարող գտնել։ Շատ գեղեցիկ կարտեր կան, իրականում շատ հետաքրքիր ժամանակ կարող եք անցկացնել, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալ եւ ձեր կյանքում շատ հետաքրքիր փոփոխություններ կարող են լինել, եթե դուք տնից դուրս գաք եւ եթե շփվեք։ Հարգելի կույսեր, իսկ նրանք, ովքեր սիրում են կույսերին կամ հավանում են, որտեղ իրանք իրականում շատ հետաքրքիր մարդիկ են, աղջիկներ կամ տղաներ, եթե դուք եք կույսին հավանում, հավատացեք, կույսերը կարող առաջին քայլը չանեն, դուք արեք առաջին քայլը, բայց այսպես գեղեցիկ հարաբերություններ են հնարավոր։ Ձեր առաջ հնարավորություններ կան եւ այստեղ էլ տեսնում եմ հնարավոր է նաեւ ժամադրության։ Ժամադրության կարող եք գնալ։ Պարզապես ինչ-որ բան պետք է անել։ Ժամանակը վատնում եք հարգելիներս, բացարձակ անիմաստ։ Տեսնում եմ ամպեր են կուտակված նաև որոշ զույգերի համար, զույգ կույսերի համար։ Տեսնենք ձեզ համար ինչու են ամպեր կուտակվել, հարգելի կույսեր։
Ամպեր են կուտակված նաև որոշ զույգերի համար, կույսերի համար։ Ես իրական շատ լավ կարտեր եմ տեսնում ճիշտ ասած, իսկ թվում է մի փոքր նեղվել եք իրարից, միգուցե տղամարդը նեղվել է, բարկացել է, չգիտեմ, ինչ որ բաներ է ասել, ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես իրականում տեսնում եմ երևի երկկողմանի է։ Տեսեք, կարող են ամուսնացած զույգ լինել, կարող են նաև ամուսնացած չլինել, բայց ես այստեղ տեսնում եմ խաչերով, այսինքն ես տեսնում եմ ամուսնացած զույգ, բայց սա կարող է նաև ոչ ամուսնացածներին վերաբերել։ Ում վերաբերում է, կարող եք հարգելներ, ինչ որ ձեզ օգտակար ինֆորմացիա լսում եք, կարող եք օգտագործել, նույնիսկ եթե ամուսնացած չեք, բայց ես չգիտես ինչու զույգ եմ տեսնում։ Ես տեսնում եմ զույգ, որոնք իրար հետ վիճել են եւ կարծես թե ինչ որ առիթ են ման գալիս իրար հետ հաշտվելու համար։ Այդ աղիքներով կարող եմ ասել, առիթ են փնտրում երկուսն էլ, բայց ոչ մեկ չի ուզում առաջին քայլը անել։ Ամոթ է, չէ՞։ Բայց իրականում ուզում են հաշտվել, երկուսն էլ ուզում են, որտեղ մեծ ինչ-որ մի մեծ լուրջ բան չի եղել իրենց մեջ։ Բայց տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հարգելներս։ Եթե դուք իրար սիրում եք, իրար նկատմամբ զգացմունքներ ունեք, ինչ-որ մեկը քայլ պետք է անի, ինչ-որ մեկը պետք է առաջի խոսքը սկսի, որպեսզի հետո իրեն կարողանան զրուցելով պարզել այդ ինչու ինչպես իրար սխալ են հասկացել, ամեն ինչ էլ հնարավոր է։ Եթե երրորդ անձ է ձեզ պետք, գտեք այդպիսի մեկին, եթե դուք տարբերակ եք փնտրում, ինչպես իրար հետ հաշտվել, ես տեսնում եմ դուք շատ լավ զույգ եք, կարող եք հաշտվել։ Այդ դեպքում այս երրորդ անձը կարող է լինել ընդհանուր ընկերուհի, կարող է լինել ինչ-որ մեկի քույրը, ինչ-որ մեկի միջոցով փորձեք ժամադրվել, չգիտեմ, վիճել եք իրար հետ չեք շփվում, որովհետև այստեղ կարող է ինչ-որ տևական ժամանակ է իրար հետ չեք շփվում, եթե հատկապես ամուսնացած չեք։ Ամուսնացածները դեմիտան մեջ են ապրում։ Այսինքն, եթե ինչ-որ խնդիր կա, միգուցե մի երրորդ անձ, երրորդ թեկուզ կին, որը երկուսիդ էլ շատ մտերիմ է, ընկեր է, ընկերուհի, ազգական է, քույր, բարեկամ էլ եմ ասում, ինչ-որ մեկը կարող է ձեզ հաշտեցնել, որտեղ իրականում դուք հաշտվելու եք եւ ամեն ինչ շատ լավ է լինում եւ դուք շատ լավ զույգ եք, ձեր մեջ եւ կա սեր եւ ամեն ինչ շատ նորմալ աշխուժություն կմտնի, այսինքն այս ղարը 9 կվերածվի սրտի 9-ի, պարզապես պետք է փորձեք հանդիպել, զրուցել, հա, ինչ որ ձևով, նույնիսկ զույգ եք, տնից դուրս եք, եթե տանը մարդիկ կան, կիսուր, կեսար, վիճել եք, չգիտեք բոլորի հետ ինչպես, հարգելներս, դուրս եք գալի, ժամադրվում եք, ինչու ամուսնացած զույգ չի կարող ժամադրվել, իհարկե կարող է, դուրս եկեք տնից երկուսով գնացեք միտեղ նստեք, ժամադրության գնացեք, նույնիսկ եթե ամուսնացած եք, տնից տեղից հեռու, երկուսով միայն նստեք, զրուցեք, փորձեք պարզել ինչեր եղել, որտեղ իրականում շատ մանր մունր հարց եմ տեսնում, եւ դուք անպայման կհաշտվեք։ Իսկ ելի եմ կրկնում, եթե ժամադրության չեք գնում, պարզապես երրորդ անձ եք ուզում մեջտեղ գցել, գտեք այդ երրորդ անձին, խոսեք, կիսվեք մեկի հետ, որ ձեզ կկարողանա օգնել, որպեսզի դուք հաշտվեք, որտեղ իրականում ես տեսնում եմ, որ դուք կհաշտվեք, հարգելներս։ Տունտունիկ, երևի շատ երիտասարդ է։ Դե իմ տարիքում արդեն որնամ, այնպես չի, որ մենք մեզ կյանքում սխալներ թույլ չենք տվել, մենք չենք վիճել, պարզապես տարիքի հետ որ մեծանում ես, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։ Բայց շատ կարևոր է երրորդ այդպիսի անձ ունենալը, որը մեկ-մեկ կարող է իրականում օգտակար լինել։ Այսպես, իսկ սա աշխատանքում տեսնում եմ, որ դուք լավ աշխատանք ունեք, հարգելի կույսեր, լավ էլ աշխատում եք, լավ միջավայրում եք աշխատում, շատ ջերմ եք իրական հարաբերությունների մեջ եք ձեր շրջապատի գործընկերների հետ, լավ էլ գումար եք վաստակում, աշխատանքում, այ կայունությունը աշխատանքում շատ լավ է, շատ դրական է, այնպես լավ էր, այնպես լավ էլ կմնա։ Աշխատանքում ոչ մի փոփոխություն չի լինի։ Շատ լավ է։ Նոր բաներ կարող եք պարզել, նոր ինչ-որ բաներ կարող եք սովորել, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, նորություններ կարող է լինել, բայց ընդհանուր շատ դրական եմ տեսնում ամեն ինչ հարգելներս, աշխատում եք, աշխատավարձ ստանում եք, ոչ աշխատանքի վայրում մեծ ելևէջներ չեմ տեսնում, այն ինչպես կայուն կար, կայուն կմնար, բայց շատ դրական կայուն, աշխատում եք, գումարներ վաստակում եք, տեսնում եմ ֆինանսներում մեծ հաջողություն։ Չեմ ուզում լրացուցիչ կարտեր հանել, ամեն մարդ ինքը գիտի ֆինանսների հետ կապված ինչ գործարքներ եք ընկնում ու հետ է զրուցում ինչի համար, հաջող կլինի ֆինանսական առումով ճանապարհը բաց է, ծաղիկներն են հաջողության կարտներ, ինչ գործել, որ ունեք, ինչ էլ որ նախատեսում եք, հաջորդ շաբաթ լավ ժամանակ է դրա համար։ Կարող է հաջորդ շաբաթ ֆինանսները չկան հարգելիներս, բայց ամեն դեպքում ֆինանսական հարցերը կարող եք հաջորդ շաբաթ լուծել, շատ դրական, ինչն էլ ես ձեզ սրտանց կամենում եմ հաջող շաբաթ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կշեռքներին հաջորդ շաբաթ, հուլիսի 5-ից 11-ը։
Տեսնենք ինչ է սպասվում կշարքներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ միայնակների համար, զույգերի համար, աշխատանք և ֆինանսներ։ Շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում, հարգելի կշարքներ։ Տեսնում եմ սիրող տղամարդ, տեսնում եմ սիրտ։ Չգիտեմ, ինչ որ սիրային հարցեր, ինչ որ կշարքներ, որոշ կշարքների համար կարող է շատ գեղեցիկ լինել, կարող է ձեզ բացահայտի, որ հարգելի աղջիկներ, ձեզ ինչ որ տղամարդ կա սիրում է, կարող է տղամարդը իր համար սեր գտնել, ամեն դեպքում տրամադրված կլինեք սիրային եւ անձնական հարաբերություններով հաջորդ շաբաթ է, ամառը գեղեցիկ ժամանակ է։ Այո, տեսնում եմ միայնակների համար էլ, միայնակների համար ճանապարհը բաց է, աստղերով կարող եմ ասել, երազանքներ, ցանկություններ, ճանապարհը բաց է, որոշ կշարքներ, երկու կարտով արդեն կարող եմ ասել, որ սա հատկապես սրտերի վեճն է, տեսնում եք, եւ աստղերով ցանկություններ։ Որոշ տղամարդիկ կարող են իրենց համար միգուցե գտնել զույգ, եւ որոշ աղջիկների համար էլ կարող է վերջապես իրենց երազած տղամարդը գա եւ իրենց գտնել։ Տեսնենք ինչ կմանրամասնեն կարտերը, բայց մի շաբաթ կարող է հետաքրքիր հանդիպում լինել որոշ միայնակ կշարքների համար։ Տեսնեք էլ ինչ կհուշեն կարտերը, չնայած կարող է այդտեղ կանգնել, բայց ամեն դեպքում շատ կարտեր չեմ հանի, հարգելիներս, որտեղ միայնակների համար շատ բան չեմ էլ կարող ասել։ Ճանապարհը բաց է, ես տեսնում եմ այստեղ իրականում կա երիտասարդ, որն ուզում է նոր սեր գտնել, ուզում է շփվել, աղջիկներ կան երիտասարդների մասին են երազում, տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Բանալին շփման մեջ է, շատ տնից դուրս եկեք, շատ շփվեք, հաղորդակցվեք, ինտերնետով էլ են հիմա շատ շփվում, չգիտեմ, հատուկ հարթակներ, երիտասարդներն ինձ լավ կիմանան ինչեր կա, ինչպես կարելի է։ Բանալին ամեն դեպքում շփման մեջ է եւ ձեր ձեռքում է։ Ճանապարհն էլ բաց է եւ տեսնում եմ, որ տարբերակներ կլինեն։ Ամեն դեպքում միայնակների համար հաջորդ շաբաթ կարող է շատ հաջող շաբաթ լինել նոր ծանոթությունների համար, հարգելիներս։ Ինչն է ձեզ սրտանց կամենում եմ։ Իսկ այս զույգերի մեջ հակառակը ճանապարհ է փակվել։ Դե զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած, այսինքն ինչ որ աշտարակ է քանդվում, տեսնենք, ինչ որ խնդիրներ կան զույգերի կյանքում։ Տեսնենք ինչ է կատարվում զույգերի կյանքում։ Բավականին բարդ կարտեր եմ տեսնում, տեսնենք։ Ճանապարհը փակ է, աշտարակը կառուցում է, այսինքն զույգ են, երկու հոգի են, հա, եւ իրենք ինչ որ ճանապարհ են գնում, դե զույգերը եթե ամուսնացած են, ուրեմն ընտանիքը մեծանալու է, իսկ եթե ամուսնացած չեն, գիտեք, ինձ չգիտես ինչի թվում է, որ իրենք դեռ ամուսնացած չեն։ Մատանի եմ տեսնում միգուցե նշանված են կամ պարզապես գնում էին դեպի ամուսնություն ու հանկարծ ինչ-որ մի բան չի ստացվում։ Տեսնենք ինչու չի ստացվում։ Ինչ-որ խոչընդոտներ կան իրենց ճանապարհին, հա։ Ինչ-որ ամեն դեպքում խնդիրներ կան, չգիտեմ, ինչ-որ մի բան պետք է, ինչ-որ մի բան եք բացահայտել, ինչ-որ բան եք իմացել, դրանից շատ նեղվել եք, մի տեսակ հարաբերությունները եւ շփումը դադարել է։ Գիտեք, ես չգիտեմ, կարող եմ ասել ինչ-որ մեկը ձեզ խորհուրդ է տվել, որ սխալ մարդու հետ եք միգուցե շփվում, որովհետև այստեղ ես իմաստուն մարդու կարգն եմ տեսնում, այսինքն մարդ, որը կարող է խորհուրդ տալ, որը շատ բան գիտի, շատ կարդացած մարդ է։ Մի մարդ, որին դուք երևի թե վստահում եք, որը իրականում այս մարդու խորհուրդ է կամ այս մարդն է խոչընդոտը, կարող է հայր լինել իմիջիայլոց, աղջկա հայրը այդ երիտասարդին չի հավանում եւ դեմ է հարաբերություններին, որտեղ կարող եմ ասել, որ ինքը դրական մարդ է, հա, բայց ինչ որ գաղտնիքներ են բացվել, ինչ որ բան է իմացվել զույգերի մեջ, որտեղ զույգերի համար եմ նայում, ու այսպես հարաբերությունները կանգնել են, հա, հիասթափություն եմ տեսնում ինչ-որ մեկի կողմից, զույգերից մեկի կողմից, դե եւի կշարքն է հիասթափված, անկախ նրանից կին եք թե տղամարդ, եւ տեսնում եմ, որ դուք էլ չեք շփվում, հարաբերությունները մի տեսակ կանգնել են։ Դրա համար ձեր աշտարակ, այսինքն ձեր հարաբերությունները առաջ չեն գնում։ Ինչ եմ տեսնում դրանից, կանայք եմ տեսնում շատ։ Եվ այստեղ, այո, աղջիկա հետ է կապված, կարող եմ ասել։
Գիտեք, ես չգիտեմ, եթե ամուսնացածներ կան, ձեզ վերաբերում է, կարող եք ձեզ վերագրել, բայց որ մատանի եմ տեսնում, ինձ թվում է, որ այստեղ դեռ ամուսնացած աղջիկ չէ, բայց այստեղ ամուսնության մասին խոսք եղել է, այս դեպքին չեն շփվում, այդ դեպքում ամուսնությունը չի կայանալու, կանգնել են, այո, չեն շփվում եւ փորձում է ինչ-որ մեկը փորձում է միջամտել ինչ-որ մի կին փորձում է իրենց հաշտեցնել, բայց ես տեսնում եմ, որ հարաբերությունները չեն շարժվում եւ առայժմ իրենք չեն հանդիպում, չի էլ ստացվում ոչինչ։ Հետո տեսնում եմ այստեղ գիտեք, շատ մարդիկ կան խառնվում են, այստեղ զույգի մասին էր խոսքը, բայց 4 կողմից էլ եւ կանայք եւ տղամարդիկ տարիքով շատերն են խառնվել։ Միգուցե ուզում են իրենց հաշտեցնել, ես առայժմ չեմ տեսնում, որ հաջորդ շաբաթ դուք հաշտվում եք, անկեղծ ասած։ Փորձեմ դրանցից կարտեր հանել, բայց կարող եմ ասել, որ մի քանի հոգի կան ձեր շրջապատում, այլ եմ ասում հատկապես տարիքով մեծերից, փորձում են երիտասարդներին իբր հաշտեցնել, բայց մյուս կողմից ամեն դեպքում չգիտեմ ինչ գաղտնիք է բացվել, ինչ է իմացվել եւ մի տեսակ հարաբերությունները կանգնել ու խզվել են։ Իրական դրական մարդ էր բացահայտողը, այսինքն այդ մարդը որ խորհուրդ էր տվել, աղջկան ինքը բարին ու լավն է կամենում։ Տեսնում եք, այստեղ ծաղիկները, ժամադրությունը տեսնում եմ։ Գիտեք, իրականում հնարավոր է, որ դուք հաշտվեք, պարզապես կարտերը հուշում են, տեսեք, ձեր 4 կողմը երկկողմանի մարդիկ կան, որ մարդիկ, որից ձեր տուն գալիս գնում են, բամբասում են, խոսակցություններ են բերում ձեր տուն։ Զգուշ եղեք այդպիսի մարդկանցից, աղջիկներ։ Աղջիկը մենակ նստել է, որովհետև կամուրջը պետք է անցներ, պետք է ամուսնանար, հա, կամ պետք է նշանվեր, իսկ իրականում աղջիկը չի ուզում, կարծես հրաժարվում է, որովհետև ինչ որ եմ ասում, երկերեսանի մարդիկ գալիս են տուն բամբասում են։ Ինչ որ տան լուրեր են բերում։ Դե միգուցե գալիս բամբասում են, աղջկա հայրն է դեմ է ամուսնությանը, որովհետև հավատում է այս լուրերին։ Որտեվ ես չեմ կարծում, որ տղամարդն էր բամբասողը, չէ, այնտեղ օծ կար, չէ, հիշում եք, այստեղ օծ էլ էի տեսնում։ Այս օծն էլ կարող է բամբասում, իրականում չի ուզում այս նշանдрեքը տեղի ունենալ կամ ամուսնությունը։ Գիտեք, ամեն դեպքում ես տեսնում եմ հաջողության կարտը կա, ժամադրության կարտը կա։ Ինձ թվում է դուք պետք չէ շտապեք որոշում կայացնելուց առաջ։ Ես տեսնում եմ այստեղ էլ հիշում եք, սկզբում տեսնում է իրական տղամարդ, միգուցե տղամարդ իրականում սիրում է այս աղջկան։ Մի խոսքով աղջիկը բավականին բարդ որոշման առաջ է կանգնած, տեսեք, էլի եմ տեսնում, բամբասանք, խոսակցություններ, բամբասանքներին չի կարելի հավատալ։ Փորձեք հանդիպել, զրուցել երիտասարդի հետ, նշանվում եք, նշանдрեքը մի չեղարկեք, ամուսնանալու եք, մի չեղարկեք։ Ձեզ պետք է դեռ ճանապարհ գնալ, դուք դեռ պատրաստ չեք ոչ ամուսնանալու, ըստ երևույթին, եթե ամեն մարդու ասածի պետք է հավատաք, դա ձեր եւ ձեր ընտանիքի վրա ազդում է, ուրեմն դուք դեռ այնքան էլ պատրաստ չեք։ Բայց ես իրականում տեսնում հաջողության կարտը, այսինքն կարող է այդ բոլորը սուտ է իրականում, սուտ խոսակցություններ են։ Ամեն դեպքում մտածեք հարգելիներս, որոշումը ձերն է, ձեր կյանքի մասին լուրջ որոշում եք կայացնում։ Ես չեմ տեսնում դուք ընդհանրապես չեք ամուսնանալու, ես տեսնում եմ, որ դուք պարզապես չեք տեսնում, որոշում պետք է կայացնեք, բայց ճանապարհը չեք տեսնում։ Իրականում հնարավոր է։ Պետք է հանդիպել, զրուցել, անպայման նորից փորձել պարզաբանել։ Իրար հետ պետք է զրուցեք երկուսով, ուրիշների ասածին չի կարելի իրականում հավատալ։ Ինչ եմ տեսնում աշխատանքում տեսնում եմ ղարի տուզ եւ տեսնում եմ կին։ Տեսնենք։ Ինչ է նշանակում աշխատանքում ղարի տուզը եւ կինը։ Տեսնենք, շատ ակրկիր կարտեր եմ տեսնում։ Շատ ակրկիր կարտեր եմ տեսնում։ Ընդհանրապես որ տեսնում եմ ղարիտուզ աղջիկը միայնակ, ես մտածում ինչ-որ մեկը կամ աշխատանքից հեռանում է, կամ ինչ-որ մեկը աշխատանք է կորցրել, եւ տեսնում եմ, որ ամպեր են կուտակված։ Դե նկարում աղջիկ է, կարող է այդ աղջկա մասին խոսք լինել, բայց պարտադիր չի կնոջ մասին իմիջիայլոց, պարտադիր չի աղջիկ միայն երիտասարդ։ Կարող է, գիտեք, ես տեսնում եմ, որ
Հնարավոր է ինչ-որ մեկ իրականում կամ աշխատանքի կորցնում է, կամ աշխատանքից ուղղակի դուրս է գալիս, տեսեք, կամ պայմանագիրը վերջացել է, որովհետև հետո կանգնում է աշխատանքը, կանգնում է աշխատավարձը, վերջանում է, այսինքն միգուցե պայմանագիր ունեիք, պայմանագիրն է վերջանում, կամ միգուցե պայմանագիր պետք է կնքեք, չեղյալ են հայտարարում։ Ամեն դեպքում աշխատանքի հետ կապված ինչ-որ հիասթափություններ ունեք, ինչ-որ բան վերջանում է, սեզոնային աշխատանքի են խոստացել չի լինում, որովհետև տեսնում են, որ իրականում համաձայնություն չի լինում եւ դուք չեք ստանում աշխատանք, եթե ձեզ աշխատանք էին առաջարկել։ Կամ եթե ձեր աշխատանքում պետք է պայմանագիրը երկարաձգեին եւ դուք շարունակեիք աշխատանքը, ես տեսնում եմ, որ իրականում չի ստացվում այդ գործը։ Բայց ես տեսնում եմ այստեղ մեկ այլ կին, որը ձեզ աշխատանքի առաջարկություն է անում, բավականին դրական է, դուք բավականին կշփվեք, միանգամից որոշում չեք կայացնի։ Տեսնում եմ, որ իրականում չէ, բավական ես լավ էլ գործ են առաջարկում, լավ էլ պաշտոնով իմիջիայլոց, նորմալ աշխատավարձով, չեմ կարող ասել շատ բարձր աշխատավարձով, բայց ամեն դեպքում աշխատավարձ եւ շատ այսպես անսպասելի է ձեզ համար, որտեղ դուք նոր կարծես աշխատանքը կորցնում եք կամ կորցրել եք նոր, բայց չէ, աշխատավարձ ձեզ խոստանում է, շատ էլ կտրուկ կարող է լինել, բանալին ձեր ձեռքում ինչ կորոշեք, իսկ ես տեսնում եմ, որ իրականում փոփոխությունը շատ արագ էլ կարող է տեղի ունենալ, հնարավոր է։ Տեսնում եք, հնարավոր է, որ անմիջապես աշխատանքը եթե նոր եք կորցրել, դուք կարող եք աշխատանք ունենաք, էլ եմ ասում, շատ բարձր աշխատավարձով, միգուցե ձեր երազանքի աշխատանքը չլինի, բայց նորմալ աշխատանք է, նորմալ կարգավիճակով, նորմալ աշխատավարձեր կգա։ Այսինքն դուք երկար առանց աշխատանք չեք մնա, հարգելներս։ Ֆինանսներում տեսնում են փոփոխություն կամ միգուցե երկրորդ աղբյուր եք փնտրում, որովհետև եթե աշխատանքը կորցրել եք արդեն, ապա ձեզ աշխատավարձը գումարը պակասել է եւ ձեզ ինչ-որ փոփոխություն եք եւ դուք ինչ-որ փոփոխություն եք ակնկալում, տեսնենք։ Երեխան կարող է նշանակել նոր, կարող է նշանակել նաեւ փոքր գումարներ, կամ միգուցե ֆինանսների նոր աղբյուր եք փնտրում, որովհետև աշխատանք եք կորցրել։ Տեսնենք։ Տեսնում եմ, այո, կտրուկ ձեզ համար ինչ-որ դրական փոփոխություն կլինի։ Նորություն կլինի ձեր ֆինանսների հետ կապված։ Տեսեք, եթե աշխատանք եք կորցրել, ֆինանսներ չկային, ես ասում եմ, չէ, ձեզ ինչ-որ առաջարկություն կլինի շատ ձեզ համար անսպասելի, եւ բանալին է ձեր ձեռքում էր աշխատանքը լավն էր, նորմալ աշխատավարձ էր եւ տեսնում եմ ֆինանսներում հաջողություն։ Այո, կգտնվի ինչ-որ մեկը, որ ձեզ կօգնի, բանալին կգտնվի ձեր ֆինանսական հարցերն ինչպես լուծել, փոփոխություն կլինի եւ շատ դրական։ Այսինքն եթե աշխատանք չունեք դրա հետ էր կապված, ապա աշխատանք որ գտնեք, ֆինանսներն էլ կգան։ Իսկ եթե այլ ֆինանսական գործարքներ ունեիք, տարբեր մարդիկ տարբեր ֆինանսական գործեր ունեն, չգիտեմ, ինչ-որ մի նոր գաղափար ունեիք, ինչ-որ ֆինանսների նոր աղբյուր եք փնտրում, ես էլ եմ տեսնում, կտրուկ կարող է հանկարծ հասկանաք, բանալիով գտնեք, հա, ինչ-որ մեկի հետ խոսում եք, զրուցում եք, պատահաբար ձեզ համար հայտնաբերում եք կամ հասկանում եք, թե գտնում եք ելքը, թե ինչպես կարող եք ձեր ֆինանսական վիճակը լավացնել։ Եվ շատ էլ հնարավոր է, որ կարողանաք լավացնել։ Այսինքն մի շաբաթ արդեն ձեզ համար կպարզվի, ինչպես կարող եք ավելացնել ձեր ֆինանսները, հարգելի կշարքներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կարիճներին հաջորդ շաբաթ, հուլիսի 15-ից 11-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Շատ հետաքրքիր կարտ եմ տեսնում, հարգելի կարիճներ, տրամադրված կլինեք աշխատանքին, ձեր գործերին, ֆինանսական հարցերին, ֆինանսներ գալիս են, դուք աշխատանք ունեք, շատ էլ ստաբիլ աշխատանք ունեք, շատ էլ հարմարավետ եք ձեզ զգում, որոշ կարիճներ կլինեն, որ իրենք բավականին բարձր պաշտոններ են զբաղեցնում, պատասխանատվություն են կրում աշխատանքում, որոշ մարդիկ իրենց անձնական գործն ունեն, ամեն դեպքում դուք շատ գործնական եք տրամադրված լինելու, հաջորդ շաբաթ մտածելու եք հիմնականում ձեր գործերի եւ ձեր ֆինանսների մասին, հարգելի կարիճներ։ Հետաքրքիր կարտ եմ տեսնում միայնակների համար, տեսնում եմ գեղեցիկ, տեսնում եք պուրակ, այգի, զրույց, խոսակցություններ, այսինքն հաճելի վայրեր կգնաք, հաճելի մարդկանց հետ կարող եք հանդիպել, շփվել, իսկ եթե չեք պլանավորում, կարտերը հուշում են, գնացեք, դուրս եկեք, գնացեք, շփվեք, աշխատում եք գործերի հետ կապված, տեսնում շատ զբաղված եք, շատ լավ է, բայց մեկ-մեկ էլ պետք է մտածեք ձեր անձնականի մասին, հատկապես նրանք, ովքեր մենակ են։ Մենք այստեղ միայնակների համար ենք նայում, աշխատանքը աշխատանք,
պետք է նաև մտածել անձնականի մասին։ Իսկ կատերը հուշում են պետք է տնից դուրս գալ, շփվել, հետաքրքիր վայրեր գնալ։ Այո, տեսնում եմ, հետաքրքիր, տեսնում եք, կարող է այսպես պատահական թեկուզ խոսակցությունների, տեսնում եք, սա էլ է խոսակցությունների կարտը, սա էլ այստեղ զրույցներ եք վարում, շփվում եք, շատ կտրուկ, շատ պատահաբար, տեսնում եք, այստեղ երիտասարդ, այստեղ էլ աղջիկ, սա էլ ժամադրության կարտը։ Իրականում հնարավոր է, գիտեք, պատահական գնում եք ինչ-որ վայր, ես չգիտեմ, ցուցահանդես եք գնում, համերգ եք գնում, թատրոն, ուր եք գնում, ուր են երիտասարդները գնում, հետաքրքիր մի վայր, շատ պատահաբար կարող եք հանդիպել մի երիտասարդի հետ, որը շատ էլ այսպես կտրուկ, արագ կարողանա գալ ձեզ զրուցել, հա, ձեզ գեղեցիկ զրույցներով համոզել եւ տանել ժամադրության հարգելիներս, եւ աղջիկ եմ տեսնում, եւ տղա եմ տեսնում, ես ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում եւ հույսով եմ կգնաք ժամադրության եւ շատ գեղեցիկ ժամանակ կանցկացնեք։ Շատ հաճելի է, հարգելի կարիճներ։ Տեսնում եմ ձեավորը զույգերի համար։ Ինչ որ դրական փոփոխություն կլինի, ինչ որ նորություն կգա ձեր կյանք։ Տեսնում եք, մարդը շտապում է գալիս է եւ լավ ինչ որ գեղեցիկ նորություն է բերում։ Տեսնենք, ինչ որ հաճելի զգացողություններ ձեզ կպարգևի ինչ որ մեկը։ Աշխուժություն կլինի նաև ձեր կյանքում, հարգելի կարիճներ։ Միգուցե երկուսով, որտեղ զույգ եք, որոշեք ինչ որ հետաքրքրություն ունենա, գնաք ինչ որ չգիտեմ, սպորտով զբաղվեք միասին մի տեղ գնաք, որտեղ ես դժվարանում եմ հայերենով ինչպես կարող եմ ասել։ Ինչ որ մի բանով զբաղվեք, որ երկուսով կարող եք անել, չգիտեմ, մարդիկ խաղ են խաղում միասին, չէ՞, ինչ որ ատրակցիոն խաղերի են գնում, չգիտեմ, էլ ուր եք գնում։ Նավակ են միասին վարում։ Այսինքն ինչ որ գործողություններ, ինչ որ միտեղ եք գնում, ժամանակ եք անցկացնում, շատ ակտիվ, հա, ակտիվ միգուցե հանգստի եք գնում միասին։ Տեսնենք։ Չետաքրքիր կարտեր եմ տեսնում, տուզ, 3 հատ տուզ եմ տեսնում, հարգելի կարիճներ, ես ինչ հետաքրքիր է, շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում, տեսեք, շատ տարօրինակ է մի տեսակ, բայց ամեն դեպքում, տեսնում եմ արև, տեսնում եմ այստեղ գումարի կարտն է, հետաքրքիր տարբեր տեսակ մարդիկ կան, տեսնում եմ մի փոքր խոչընդոտ, տեսնում եմ այստեղ ղարի տուզը, գիտեք, տեսնենք ինչ եմ ես այստեղ տեսնում իրականում։ Ինչ որ նորություն է գալիս։ Դե զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած։ Գիտեք, ինչ որ տեսեք, շատ տարօրինակ բաներ եմ տեսնում իջարուց, եւ դրական, եւ ոչ այնքան բացասական ոչինչ չեմ տեսնում, ուղղակի մի քիչ տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Գիտեք, լուր է գալիս, կարող է լուր իրականում գալ ինչ որ հրավերք։ Այսինքն ինչ որ տեղ են ձեզ հրավիրում, ինչ որ առիթ կա, բավականին այսպես լուրը գալիս է ձեզ համար շատ անսպասելի, միգուցե դա ձեր պլանների ուղղակի հետ չի աշխատում, միգուցե դուք այսպես գեղեցիկ պլան ունեիք, երկուսով ուզում եք ինչ որ տեղ գնալ, միգուցե ամառ էր ուզում եք գնալ հանգստանալու, եւ շատ լավ լուր է, շատ լավ ինչ որ լուր եք լսում, բայց իրականում էլ եմ ասում, կարող է մի փոքր ձեր պլանները խանգարել, որտեղ դուք բոլորովին այլ բան եք ուզում։ Կարող է օրինակ կինը դեմ լինել, որտեղ դուք երկուսով արդեն պլաններ ունեիք, դուք արդեն ինչ-որ մի բան պլանավորել որոշել էիք եւ իրականում սա խանգարում է, չնայած շատ լավ առիթ է, ինչ որ ձեզ ուր որ կանչում են, ուր որ հրավիրում են, բայց դուք արդեն ունեիք ձեր պլանները եւ մի տեսակ դա խոչընդոտ է առաջացնում։ Ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում, իրականում դուք երևի թե կորոշեք կգնաք։ Կարող է նաեւ ինչ որտեղ լինել բացասական խոչընդոտը մի փոքր, շատ փոքր խոչընդոտ է, միգուցե ինչ որ ֆինանսական հարց կարող է լինել։ Կամ պարզապես այս մարդիկ այնքան կարևոր չեն ձեզ համար։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ ինչ որ մարդիկ կգան, ինչ որ լուր կբերեն ձեզ, լուրը շատ գեղեցիկ է թվում սկզբից, բայց իրականում այս մարդկանց վստահելուց վստահության հարց կա, այդպես կարող եմ ասել։ Ես իսկապես չեմ կարող հասկանալ ինչի մասին է խոսքը, ովքեր նման վիճակում կնեն, որտեղ ամեն դեպքում տեսնում են, որ զույգերից կինը դեմ է։
Դեմ է, որտեվ իրենք բոլորովին այլ բան էին պլանավորել, այս մարդու առաջարկը, բայց աղջիկը ճիշտ է ինձ թվում է, միգուցե այս մարդկանց այնքան չի կարելի վստահել, իսկապես չեմ կարող ասել ինչի հետ է կապված։ Իսկ եթե դուք ամուսնացած չեք, եթե դուք ամուսնացած չեք, միգուցե դուք ձեր ամուսնությունը ձեր հարսանիքն եք պլանավորում, նշանդրեք հարսանիք եք պլանավորում, որոշ խոչընդոտներ կային ֆինանսների հետ կապված, բայց ես տեսնում եմ, որ ֆինանսական հարցերն են լուծում։ Լուրը կգա, ֆինանսական հարցերը կլուծվեն, արևով եմ տեսնում ֆինանսները գալիս են, պլանները կգծեք։ Իրականում շատ տարօրինակ էր, ոչ վատ եմ տեսնում, ոչ լավ եմ տեսնում։ Եվ լավը կար, եւ հակասականը կար, տեսնենք ինչ կասենք կարտերը, բայց 3 տուզ էի տեսնում, 3 տուզը պետք է որ Այսինքն բավականին լուրջ ինչ-որ իրավիճակ էր, բայց ոչ լավ էր, ոչ վատ էր։ Հետաքրքիր է, տեսնենք։ Կարծես թե ինչ-որ մի առաջարկություն են անում, տեղ են հրավիրում, որ դուք իրականում հարգելիներս, խոսքեր չունեմ ուղղակի, դուք տեսեք, 4-րդ ուզն էլ դուրս եկավ։ Այսինքն շատ գեղեցիկ, ինչ որ տեսնում եմ, չգիտեմ, զույգերի մեջ շատ մանր-մունր ինչ որ հարց կար, միգուցե ֆինանսական ինչ որ հարց կար, եթե այդ ֆինանսական հարցը, հա, այս մարդիկ ինչ որ, չգիտեմ, մարդիկ են, որոնց կարելի է վստահել, չի կարելի վստահել, միգուցե հարսանեկին ուզում եք ինչ որ մարդկանց հրավիրեք, աղջիկը դեմ է, իրականում շատ լավ մարդիկ էլ չեն, աշխատեք այդ մարդկանց չհրավիրել, եթե այդպիսի բան եմ տեսնում, եթե ճիշտ եմ, այսինքն ինչ որ մարդկանց հետ ում հրավիրել, ում չհրավիրել, միգուցե համաձայնության չեք գալիս այդ հարցով, բայց հələ տեսեք ինչ հոյակապ կարտեր եմ տեսնում, ծաղիկներ եմ տեսնում, ժամադրություն, հետաքրքիր ժամանց եւ տեսնում եմ 4 տուզ։ Այսպես ինչի լինում է։ 4 տուզն էլ դուրս եկավ։ Զույգերի համար շատ գեղեցիկ շաբաթ կլինի, չգիտեմ, ամուսնանում եք, նշանվում եք, ամուսնացեք, նշանվեք։ Շատ հաջող կլինի, սա կլինի ձեր շաբաթը, ինչ որոշումներ որ կայացնում եք, մանր-մունր խնդիրները այս մարդուն հրավիրենք, նա դա կարևոր չէ, կարևորը դուք եք, ձեր հարսանիքը եւ ձեր ապագա երջանկությունը 4 տուզ արգելներս ջեկպոտը խփել եք, այդպես կարող եմ ասել։ Ինչ եմ տեսնում աշխատանքում, մի տեսակ աշխատանքային հարցերում տեսնում եմ մի փոքր բարդություններ։ Շնչվեց, տեսնենք ինչ փոփոխություններ կամ ինչ կոնֆլիկտային վիճակը մի տեսակ անհամաձայնություն աշխատանքի վայրում։ Իսկ այս կարիճների համար էլ եմ այսպեսի ինչ-որ բան տեսել։ Հարգելի կարիճներ, դուք ինչ-որ մեկին պետք է աշխատանքի վայրից հեռացնեք։ Անկեղծ եմ ասում, ինչ-որ մեկը անդադ ինչ-որ մեկը խնդիրներ է առաջացնում։ Այս էլի նույն կարտն եմ տեսնում, նույն խաչի վալետ, ասեք ինչ-որ մեկի հետ որ աշխատում եք կամ ինչ-որ մեկը ձեր համար է աշխատում, այս մարդը լավ չի աշխատում, իսկապես կոնֆլիկտները միշտ մի հոգու պատճառով են, ինչ-որ մեկի պատճառով են։ Տեսնում եմ նպատակներ, ցանկություններ ունեք, ես սկզբում էլ ասա, ձեր ընդհանուր տրամադրությունը հիմնականում կենտրոնանում էր աշխատանքի վրա, որովհետև խնդիրները մենակ աշխատանքի վայրում են, ես մասնականում հատկապես զույգերի իրականում շատ գեղեցիկ հարաբերություններ են, շատ ամեն ինչ նորմալ ու լավ էր։ Աշխատանքի վրա շատ ուշադրություն եք դարձնում, կենտրոնացել եք աշխատանքի վրա, որովհետև աշխատանքի վայրում է միայն, որ որոշ խնդիրներ կան, բայց շատ լուրջ խնդիրներ չեն, դուք ամեն հարց կարողանալու եք լուծել, ամեն ինչ ձեր ձեռքում է։ Ես էլ էի ասում, չի արդյոք, կամ դուք պաշտոն ունեք, լավ դիրք եք զբաղեցնում, լավ այսպես կարգավիճակով եք աշխատանքի վայրում, կամ դուք պարզապես ձեր գործն ունեք։ Ինչ է լինի, այս մեկի պատճառով անդադ ինչ որ նպատակ կա, այդ նպատակը այս մարդու պատճառով չի լինում։ Չի լինում ու չի լինում։ Նայեք, թե ինչ որ մարդկանց հետ հաղորդակցվելուց սխալ ինֆորմացիա է հաղորդում, չափից ավել միգուցե շատ բաներ է խոսում, մի տեսակ մարդկանց այսպես շփոթեցնում է։ Չէ, այսինքն մի քիչ մեկ-մեկ երևի խոսելուց այս մարդը պետք է զգուշ լինի։ Սա կարիճը չէ իմիջիալոց, կարիճը ինքը շատ այսպես ինքնավստահ, շատ հանգիստ է։ Ուղղակի այս մարդը, այս ով էլ որ լինի, ինչ որ մեկը խոչընդոտներ է, խնդիրներ է ստեղծում կարիճի համար, ու կարիճն այդ խնդրեմ լուծողն է դառնում։ Լուրջ խնդիրներ չեն, մեզ մեկի պատճառով է, ինչ որ չգիտեմ, ճանապարհ կամ գնում է, հանդիպում է հաճախորդների հետ, այդպես կարող եմ ասել, կամ պարզապես սխալ բաներ է խոսում իր խոսելու, իր հաղորդակցման պատճառով այդ մարդկանց համար, այսպես չափից ավել շատ ինֆորմացիա է, սխալ ինֆորմացիա է հաղորդում, այդպես կարող եմ ասեմ, սխալ է շփվում, մի տեսակ մարդկանց կանգնեցնում է ընտրության ճանապարհի առաջ, ու միգուցե դուք հաճախորդ եք կորցնում իր պատճառով։ Կարտերը հուշում են, մի քիչ պետք է ավելի իմաստուն գտնվեք, միգուցե լավ մարդ է, տարիքով մեծ է կամ հին ծանոթ է, ընկեր է, չեք ուզում գործից հանել,
կամ հեռացնել, բայց իրականում ինչ-որ մեկը պետք է հեռանա։ Այդ խոչընդոտը պետք է հեռացնել, բանալին ձեր ձեռքում է, որոշումը ձերն է։ Միգուցե էլ եմ ասում, մտերմիկ դուք լավ մարդ եք, խղճում եք, չեք ուզում հանել, բայց դե կամ մարդը պետք է կատարելագործվի, կամ իրականում այդ մարդը անընդհատ ձեզ պետք է գլխացավանք առաջացնի ձեզ համար։ Բայց ես տեսնում եմ չկա հարց, որ դուք չլուծեք։ Բանալին ձեր ձեռքում է, դուք իրականում միգուցե կզանգեք, կխոսեք հաճախորդի հետ, շատ ջերմ ընկերական միջավայր, դուք կկարողանաք հարցերը լուծել։ Աշխատանքում խնդիրներ միշտ առաջանում են այս մեկի պատճառով, բայց դուք այդ հարցերը նորից կարողանում եք լուծել։ Կարտերը հուշում էին այդ երևի այդ մարդուն խոչընդոտը պետք է հեռացնել։ Դա իհարկե ձեր որոշումն է, հարգելիներս։ Ես ասում եմ, ինչ որ կարտերը հուշում են։ Տեսեք ինչ եմ տեսնում ֆինանսական առումով։ Ֆինանսականում ոչ մի լրացուցիչ կարտ չեմ հանի, սա հաջողության կարտն է։ Ֆինանսական ցանկացած պայմանագիր, ծրագիր, նպատակ, ինչ էլ որ ունեք, շատ հաջող կլինի հաջորդ շաբաթ, հարգելի կարիճներ։ Սա հաջողության կարտն է, ճանապարհը բաց է, ինչ ուզում եք ֆինանսական, ինչ պայմանագրեր եք կնքում, վարկեր եք վերցնում, վարկ եք փակում, ինչ էլ ուզում եք անել, կլինի շատ հաջող, հաջորդ շաբաթ ֆինանսների համար էլ կլինի ձեզ համար շատ հաջող, հարգելիներս։